Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մոտենում է ավարտը եւ արդեն օրվա վերջին հանդիպումը միասին կդիտենք, որտեղ Կադիսը կմրցի Պալերմոյի դեմ։ Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն է մեզ սպասվում առաջիկա 50 րոպեների ընթացքում։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Կադիսից դարպասը պաշտպանում է Մարտին Ստեփանյանը։ Համար 1 Ֆարազդատ Դուրգանյան համար 3, Հայկ Ղևոնդյան համար 4, Սևադա Օհանյան համար 10, Արմեն Բաբախանյան համար 14, Եղամ Խաչատրյան համար 17, Աշոտ Համբարձումյան համար 19, Ռուբիկ Ջուլակյան համար 23 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար։ Քիչ անց կտրվի հանդիպման գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը ու արդեն այդ ամենը տեղի ունեցավ, մեկնարկեց հանդիպումը։ Եկեք ծանոթանանք նաեւ Պալերմոյի հայտարարություններին։ Վայե Հունանյանը պաշտպանում է դարպասը համար 1, Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Հայկ Մկրտչյան համար 6, Կարապետ Տաշյան համար 10, Գրիգոր Հովհաննիսյան համար 11, Ռոման Լևոնյան համար 13, Նորայի Անդրեասյան համար 16, Հովհաննես Սադաֆյան համար 20 եւ Նարեկ Քալոշյան համար 21։ Անդրեասյանն է գնդակով։ Մի փոքր ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին, որտեղ շատ հետաքրքիր է ամեն ինչ վերադասավորվել։ Այս գրողը տեսնենք Լևոնյանն է հարված կատարում դարպասի ուղղությամբ, բայց այստեղ Ստեփանյանը տեղում էր ու կարողացավ առանց որևէ բարդությունների վերցնել գնդակը։ Եվ այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է։ Այս պահին Կադիսը գտնվում է 7-րդ հորիզոնականում, ունի վաստակած իր ակտիվում 7 հանդիպումից հետո 12 միավոր։ Իսկ ահա Պալերմոն գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում, վաստակած իր ակտիվում 7 միավորով։ Իհարկե պարզ է, որ հաղթանակի դեպքում Պալերմոն չի շրջանցի մրցակցին, բայց միավորների տարբերությունը կարող է կրճատել։ Իսկ ահա Կադիսը այսօր հաղթանակի հասնելու դեպքում միանգամից կհավասարվի 5-րդ հորիզոնականում գտնվող Ատալանտային ու թիմերը կունենան վաստակած 15-ական միավորներ։ Իհարկե Կադիսը շատ լավ ելույթներ է ունենում այս տարի Ինտերքափ մրցաշարում։ Տեսնենք որքան կշարունակվի այս ամենը թիմի մոտ։ Հիմա այս գրոհին ականատես լինենք Անդրեասյան լավներ փոխանցումը, բայց Սադաֆյանը հաջող չկարողացավ այստեղ կասեցնել գնդակը, հետո էլ կարողացավ Ստեփանյանը հեռացնել այն։ Կադիսը այս պահին նշեմ գտնվում է այն հորիզոնականում, որը թիմին հնարավորություն տալիս է փլեյօֆի ուղղագիր նվաճելու համար, եթե կարողանա Կադիսը իհարկե պահել այս դիրքը մինչև խմբային փուլի ավարտը, բայց դրա համար դեռ առնվազն 8 տուր կա, որից հետո նոր ամբողջական կունենանք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերը, ու նոր կարող ենք փաստել, թե որ թիմերի իհարկե այս բարդ փորձությունները կարողանան պատվով հաղթահարել ու դուրս գալ փլեյօֆում։ Իհարկե այն թիմերը, ովքեր չեն կարողանա հաղթահարել փլեյօֆի ուղղագիծ, կմասնակցեն փոքր գավաթի խաղարկությանը, հիշեցնեմ, որ 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը նույնպես նվաճում են փլեյօֆի ուղղագիծ, բայց արդեն կմասնակցեն Ինտերքափի փոքր գավաթի մրցաշարին, այնպես որ թիմերին նույնպես հնարավորություն տրված է, ովքեր իհարկե չեն կարողանում հաղթահարել առաջին ութնյակում տեղ զբաղեցնել ու հաղթահարել փլեյօֆի ուղղագիծը, իհարկե նրանց հնարավորություն կտրվի նույնպես որևէ մրցաշարի մասնակցելու։ Իսկ արդեն խմբային փուլի վերջին երկու հորիզոնականը զբաղեցած թիմերը կլքեն մրցաշարը հենց խմբային փուլից։ Օհանյան լավ է նկատել այստեղ Անդրեասյանի առաջխաղացումը, բայց փոխանցումը մի փոքր հաջող չստացվեց ու Պալերմոն կորցեց գնդակը, հետո վերականգնեց այն։ Տեսնենք հարված կհետևի Ավակյանի կատարման, այդպես էլ տեղի ունեցավ, բայց Ղևոնդյանը իր վրա ընդունեց գնդակ ու հիմա արդեն նետվում է առաջ Կադիսը, բայց այստեղ բավական հեռու թողեց իրենից գնդակը Կադիսի ֆուտբոլիստը։ Տվյալ դրվագում հայտնվել էր Սևադա Օհանյանը ու Պալերմոն սկսում է խորքից։ Ավակյանն է գնդակով, լավ էր նկատել Ավակյանը այստեղ Սադաֆյանի առաջխաղացումը, բայց գնդակը չհասավ նրան։ Ջուլակյանն մեկ հպումով դեպի առաջ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Օհանյանը վերահասվում էր իրավիճակը ու կարողացավ հաջող կերպով դիել գնդակին, բայց փոխանցումն էլ անհաջող ստացվեց Օհանյանի կատարած ու եզից կնետի Կադիսը։ Ֆիդանյան գլորում են գնդակը պաշտպանությունում Կադիսի ֆուտբոլիստները։
Ջուլակյան դեպի աջ ուղարկում իրենց գնդակը Ֆիդանյանն է այստեղ, բայց փոխանցումը չանցավ Ֆիդանյանի կատարած ու կտեսնենք եզրային նետում խաղարկում է գնդակը Ջուլակյանը Դուրգարյանի հետ ու այստեղ հենց Խաչատրյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, Եզիս կնետի Պալերմոն կատարված է եզրային նետումը, բայց այստեղ գնդակը բաժին հասավ Ղևոնդյանին Ջուլակյան, կրկին Ղևոնդյան կարողացավ պահել գնդակը դաշտի սահմաններում, Խաչատրյանն էլ մնաց գնդակով լավ փոխանցում է դեպի Օհանյանը, Սևադա Օհանյան լավ ներփոխանցումը Ֆիդանյանին ուղղված տեսնենք Ֆիդանյանն ինչ որոշում կայացնի, բայց չկան տարբերակներ, ստիպված եղավ հետ փոխանցում կատարել Ջուլակյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցում ու հիմա արդեն շարժվում է առաջ Ֆիդանյանը, նորից հետ փոխանցում Ջուլակյան դեպի աջ փոխանցեց Ջուլակյանը Ղևոնդյանն է տեսեք միացել նույնիսկ թիմի գրոյին Խաչատրյան վտանգավոր գրոյի անցնում Կադիսը ձախ եզրով Ֆիդանյան հարվածի փորձ, բայց հենց Ֆիդանյանից էլ գնդակը այս դրվագում դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, ու հարված կլինի Պալերմոյի դարպասից Ումենյանը խաղարկում է գնդակը Հովհաննիսյանի հետ դեպի Անդրեասյանը փոխանցում կատարեց Հովհաննիսյանը, Սադաֆյան լավ խաղարկում կատարեց Սադաֆյանը, բացել է պետք հանդիպան հաշիվը, այդպես էլ անում է Սադաֆյանը 1-0 Պալերմոն, առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Վերջկեսվում է հանդիպումը, Սադաֆյանը բացեց հանդիպան հաշիվը, իսկապես գեղեցիկ խաղարկում ստացվեց Սադաֆյանի ու Լևոնյանի կատարմամբ ու Լևոնյանի կատարած փոխանցումից հետո հայտնվեց հարվածային դիրքում Սադաֆյանը եւ բացեց այս դիմակայության հաշիվը 1-0, հիմա տեսնենք ինչով կփորձի պատասխանել մրցակցին Կադիսը, անմիջապես գրոյին անցնում, բայց Քալոշյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին եւ այն ուղարկում է Ավակյանի ուղղությամբ, հիմա արդեն Պալերմոն է փորձում գրով սկսել Լևոնյան, բայց այստեղ չանցավ նրա կատարած փոխանցումը ու հիմա էլ արդեն Կադիսի մոտ գրով կազմակերպել չստացվեց Օհանյան դեպի ձախ փոխանցում ենք տեսնում լավն է նույնպես այս փոխանցումը, բայց այստեղ Սադաֆյանը կորցրեց գնդակը Ֆիդանյանը հաջող խլում է կատարում Օհանյան սա հարվածի փորձ էր կարծում եմ Օհանյանի կատարման, բայց անարդյունք ստացվեց այս դրվագում Օհանյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Օհանյան տեսնենք ինչ որոշում կայացնի Օհանյանը հետ է ուղարկում գնդակը Քալոշյանին լավ խաղարկումներ են իրականացնում Պալերմոյի ֆուտբոլիստները դաշտի միջին հատվածում Օհանյան չանցավ այստեղ գնդակը Խաչատրյանից ու հիմա տեսնենք այս գրոհիչ կտա Կադիսին կար խաղի կանոնների խախտում Խաչատրյանի դեմ պայքարում ու սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով Պալերմոյի դարպասի ուղղությամբ Բավական հարմար է դիտքը հարված կատարելու համար գնդակի մոտ էլ Ֆիդանյանն ու Ջուլակյանն են տեսնենք ով
Հարվածը կկատարի, կարծես Ջուլակյանն է պատրաստվում, այդպես էլ կա հարված, ու անկասելի հարված է կատարում Ջուլակյանը բավական հեռու տարածությունից հավասարեցնելով հանդիպան հաշիվը 1-1։ Ռուբիկ Ջուլակյան 1-1 իսկապես կատարեց այս տուգանայինը Ջուլակյանը հաշվարկեց ամեն ինչ բաց անկյունը ու կարողացավ գրավել դարպասը բավական հեռարարվածով իհարկե շատ շքեղ գոլ տեսանք Ջուլակյանի կատարմամբ ու հիմա արդեն ամեն ինչ թիմերը կսկսեն 0-ից հաշվում մեջ հավասարություն է կրկին 1-1 տեսնենք ինչ կփորձեն անել թիմերը Ֆիդանյանն է պահում այստեղ գնդակը դաշտի սահմաններում ու շարժվում առաջ բայց հետո այն բաժին ասավ Օհանյանին ով վաստակեց եզրային նետման հնարավորություն ինքն էլ կատարում է եզրային նետումը Ավակյան Հևոնդյանն է թիկունքից մոտեցել Ավակյանին բայց այստեղ Ավակյանը կատարեց փոխանցում ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Պալերմոյի համար Ավակյանն էլ իրացնի այս անկյունայինը տեսնում ենք փոխանցում դեպի տուգանային հրապարակ ու կարողացան այստեղ Կադիսի ֆուտբոլիստները միամուր ուժերով հեռացնել գնդակը ու կարող են արագ գրոյի հասնել այդպես էլ ստացվեց Օհանյան շատ հեռու թողեց այստեղ Սևադա Օհանյանը գնդակը ու չհասավ արդեն այդ գնդակի հետևից դարպասապան Օհանյանը կարողացավ դուրս գալ իր դիրքից ու վերցնել գնդակը հիմա էլ Կադիսը խլեց գնդակը հետո կորցրեց ու արդեն գրոյի հասնում Պալերմոն Լավ փոխանցում ենք տեսնում Սադաֆյանի կողմից կատարված, բայց այստեղ Լևոնյանին չհասավ գնդակը ու հիմա արդեն Կադիսը նետվում է առաջ Խաչատրյան հարված ու շեղությամբ է մի փոքր ստացվում Խաչատրյանի կատարած հարվածը Խորքից եւս մեկ փոխանցում ենք տեսնում, այստեղ առաջինը Կադիսի ֆուտբոլիստը արձագանքեց գնդակին, բայց այն մնաց Պալերմոյի մոտ Ավակյան, Օհանյան Լավ փոխանցում կատարեց Օհանյանը Սադաֆյանի ուղղությամբ, Սադաֆյանն էլ շատ հաջող գործեց, գերազանց փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Անդրեասյանին թույլ չտվեցին հարված կատարել, լավ գործեց իսկապես այս դրվագում արդեն Կադիսի դարպասապա Մարտին Ստեփանյանն ու կարողացավ թույլ չտալ մրցակցին հարված կատարել դարպասի ուղղությամբ, փոխարենը ստանդարտ նշանակվեց հենց Կադիսի օգտին, խախտել է խաղի կանոնները Նորայդ Անդրեասյանը ու հիմա խաղարկում են արդեն գնդակը Կադիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում Լևոնտյան լավն էլ փոխանցումը դեպի Ֆիդանյանը, Ֆիդանյանի փոխանցումն էլ Փագեց Խաչատրյանը, իհարկե Սևադա Օհանյանն էր փորձում հասցրել գնդակը Ֆիդանյան այս դրվագում ու հիմա Պալերմոն կսկսի խորքից Ավակյան, լավ կասեցում կատարեց դեպի աճ ուղարկեց գնդակը, բայց այստեղ փոխանցումը անհաջող ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից պետք է նետի Կադիսը Ղևոնդյանն է կատարում եզրային նետումը, Օհանյան, նորից Ղևոնդյան, բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ անհաջող ստացվեց Ղևոնդյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Սկսում է խորքից կրկին Պալերմոն, իհարկե թիմերը արագորեն փոխանակվեցին մեկական խփած գնդակներով ու առայժմ հաշվի հավասարությունից հետո շատ հանգիստ են գործում, իհարկե առաջին հերթին կփորձի անել
հնարավորինս այս խաղում Պալերմոն 3 միավորին արժանանալու համար, քանի որ բավական ետ է այս պայն գտնվում մրցաշարային աղյուսակում։ Կադիսը առայժմ ճիշտ է դեռ իր տեղը չի ապահովել փլեյօֆում, բայց նրան ամեն խաղում իհարկե միավորներ են անհրաժեշտ էլ ավելի ամրապնդվելու համար մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։ Խաչատրյան շատ հաջող գործեց այստեղ Գեգամ Խաչատրյանը, հարված էլ նույնիսկ կատարեց, բայց Տաշյանից եղավ անդրադարձ ու գնդակը դուրս գալով դարպասից կարողացավ վերցնել Պալերմոյի դարպասապահ Վահե Հունանյանը։ Հունանյանին նետեց գնդակը։ Կալոշյան Տաշյանին հասցեագրված գնդակը, բայց լավ չկասեցեց այստեղ Տաշյանը գնդակ ու հիմա արդեն նորից նետվում է առաջ Կադիսը լավն էր այս փոխանցում ու Կալոշյանը հասնում է այստեղ հեռացնել գնդակը, բայց չի ավարտվել Կադիսի գրոհը, հիմա երկրորդ տեմպով են փորձում գրոհել Հունանյանը այստեղ ամեն ինչ կարգին է դեպի Պալերմոյի դարպասը տանող ճանապարհները իհարկե Հունանյանը վստահ էր դուրս եկավ ճիշտ է Չֆիքսեց առաջին հպումից գնդակը, բայց հետո կարողացավ պահել այնի մոտ Օհանյանն էլ հիմա թույլ չի տալիս մրցակցին մոտենալու դարպասին ու կատարում է փոխանցում Լևոնյանի ուղղությամբ Լևոնյան ու Ջուլակյան այստեղ մաքուր գործեց, բայց հիմա սուլեց մրցավարը, հասկանանք ինչ է պատահել Լևոնյանին, իհարկե խաղի կանոնների խախտում չկար, բայց հետո արդեն բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստերի միջև ու հուսանք, որ լուրջ ոչինչ տեղի չի ունենա հիմա Լևոնյանին ոչ նա կանգնեց ոտքի ու կշարունակի այս հանդիպումը ծափարություններ երկու թիմերին էլ այս արարքի համար իհարկե նախ կարողացան Կադիսի ֆուտբոլիստները դադարեցնել հանդիպումը, հետո էլ արդեն գնդակը հանձնեցին մրցակցին ու հիմա արդեն Կադիսն է նորից գրող փորձում սկսել, Ջուլակյանն է գնդակով, Խաչատրյանն ուղարկեց գնդակը, Խաչատրյան, բայց այստեղ չհասավ գնդակը խաղանկեններից ոչ ոքույն, Պալերմոն նետվում է առաջ Ավակյանն է աչքի եզրում, նահանջեց Խաչատրյանը, բայց անցումը ստացվեց Ավակյանի, փոխանցումը նույնպես ու Ջուլակյանն է նորից փակում գնդակի ճանապարհը, ևս մեկ անկյունային կիրականացի Պալերմոն ու տեսնենք այս անկյունային ինչ կտա Պալերմոյին Ավակյանն է կրկին գնդակի մոտ, փոխանցումը կա Ավակյանի կողմից կատարված, Ջուլակյանը հեռացեց գնդակային հայտնվեց Անդրեասյանի մոտ, ձախ եզրում է Անդրեասյանը, ևս մեկ փոխանցում ու նորից հեռացնում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, Օհանյանն էլ փորձում է սկսել ևս մեկ գրող Կադիսի համար, բայց Օհանյանի կատարած այս փոխանցումը չանցավ Տաշյան, հիմա էլ Տաշյանի փոխանցումը փակվեց, կրկին գնդակով Տաշյանն է Լևոնյան սա խաղի կանոնների խախտում էր անկասկած իհարկե ու կարծես առաջին դեղին քարտը մենք կտեսնենք այս խաղում իսկապես սա դեղին քարտի արժանի խաղի կանոնների խախտում էր ու այն իր գլխավերևում հիմա տեսնում եք Կադիսի 17 համարը Գեգամ Խաչատրյանը ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Պալերմոյին խաղարկում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները փոխանցումն էլ կա ու Ֆիդանյանն է հեռացնում գնդակը հիմա էլ Խաչատրյանը ուղարկեց այն առաջ, բայց գրոհի անցնել Կադիսի ֆուտբոլիստների մոտ այս դրվագում չստացվեց Լևոնյան Անդրեասյան գեղեցիկ գործեց Անդրեասյանը, բայց հարվածը բարձր ստացվեց ու անկյունային է նշանակում մրցավար, այո, դիպել էր գնդակ այս դրվագում Կադիսի ֆուտբոլիստին, տվյալ դեպքում հայտնվել էր այս դրվագում Վարազդատ Դուրգադյանը ու անկյունային հարվածք իրականացնի արդեն Պալերմոն
Ավակյանն է կրկին իրականացնում անկյունայինը փոխանցում ենք տեսնում ու նորից կար խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում Անդրեասյանի կողմից փոփոխություն նաև տեղի ունեցավ այս ընթացքում Պալերմոյի կազմում ու հիմա տեսնենք Կադիսի գրոհը Ֆիդանյանն է առաջարվում, բայց Ավակյանը հաստրեց նահանջել ու հեռացնել գնդակը անկյունային արվածք իրականացնի Կադիսը Ֆիդանյանն է պատրաստում անկյունային իրացնելուն կա փոխանցումը վտանգավոր էր, բայց այստեղ Շտացվեց Օհանյանի մոտ դիպուկ գտնվել, միայնակ էլ ոչ ոք չէր խանգարում նրան ու եթե հիմա կարողանար ճիշտ հարված կատարել Օհանյանը կարող էր հաշվի առավելությունը շրջել դեպի Կադիսի օգտին, բայց այստեղ Օհանյանի հարվածը չստացվեց, Սադաֆյանն է գնդակով, սկսում է ևս մեկ գրոհ Պալերմոն Մնաց գնդակով Սադաֆյանի, հիմա արդեն ազատվեց գնդակից Կալոշյան Լավ փոխանցում տեսանք դեպի Ավակյանը Բայց այստեղ Խաչատրյանը կարողացավ հեռացնել գնդակը վտանգավոր պրեսինգ էր գնացել այս դրվագում էլ Օհանյանը, բայց կարողացան դուրս գալ պաշտպանությունից Պալերմոյի ֆուտբոլիստները Հիմա սխալ արդեն պաշտպանությունից դուրս գալուց Օհանյան տեսնենք այս գրոհիչ կտա Կադիսին Բայց ոչինչ էլ չտվեց, փոխարենը Կադիսի ֆուտբոլիստը հենց այս դրվագում էլ խախտեց խաղի կանոնները, իհարկե ստանդարտ նշանակեց մրցավարը, քանի որ Աշոտ Համբարձումյանը խախտել խաղի կանոնները։ Օհանյանն է շարժվում առաջ գնդակով, հերվից արվածի փորձ, բայց շեղությամբ ստացվեց հիմա էլ Օհանյանի կատարած արվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ստեփանյան դեպի Ֆիդանյանը փոխանցում էր հետևում, բայց Օհանյանը այստեղ լավ դուրս եկավ իր դիրքից, կարողացավ տիրել գնդակին, հետո Օհանյանի կատարած փոխանցումը փակվեց, բայց եզից նետում է Պալերմոն։ Սադաֆյան հարված անդրադարձ հայտնվեց գնդակը նորայր Անդրեասյանի մոտ, ում հարվածից հետո էլ պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը, Տաշյանը հետ է ուղարկում գնդակը Հովհաննիսյանին։ Հերարկրակոց ենք տեսնում ու այստեղ հեռացեցին գնդակը Կադիսի պաշտպանները, անկյունային արվածի մակ իրականացնի Պալերմոն։ Ավակյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատուստեր, բայց Կադիսը կարողացավ խլել գնդակը ու սկսել գրոհ, Ջուլակյանն է գնդակով, բարձից շատ լավ էր Ջուլակյանի փոխանցումը, Ֆիդանյանի հարվածն է նույնպես, բայց ինչ անես երբ դարպասապահը ճիշտ դիրք է զբաղեցնում, բրավո դարպասապահ Հունանյանին այստեղ փրկեց Պալերմոյին երկրորդ գնդակը ընդունելուց ու հաշիվը մնաց անփոփոխ, բայց իհարկե այս ամենը եկեք արդարության համար ասենք գեղեցիկ էր Կադիսի ֆուտբոլիստների կողմից կատարված, ինչ արեց Ջուլակյան, ինչ փոխանցում կատարեց ու հարվածային դիրք դուրս բերեց Ֆիդանյանին, բայց կրկնում եմ եւս մեկ անգամ փայլեց այս դրվագում Պալերմոյի դարպասապահ Վահե Հունանյանը։ Հիմա եզից կնետի Պալերմոն, Անդրեասյանն է կատարում եզրային նետում, բայց Ավակյանը հաջող կերպով չընդունեց գնդակը, Խաչատրյանին բաժին հասավ այն եւ ուժեղ փոխանցում եք տեսնում առաջ։ Այստեղ էլ կրունկով ավելացեց գնդակի ընթացքը Ֆիդանյանը, բայց հետո արդեն ոչինչ անել չստացվեց, կրկին գնդակով Ֆիդանյանն է։ Ջուլակյան ուղարկում է գնդակ Օհանյանի ուղղությամբ։ Համբար պայքար է ընթանում դաշտի միջին հատվածում, բայց այստեղ խախտեց խաղի կանոնները Սադաֆյանը։ Ու ստանդարտ իրականացնեն։ Հիմա արդեն Կադիսի ֆուտբոլիստները կրկին Ջուլակյանն է գնդակի մոտ։ Ջուլակյան բարձից փոխանցման փորձ էր սա, բայց գնդակը շեղությամբ ընթացավ ու դուրս եկավ դաշտի սահմաններից։ Առաջին խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց, մեզ մոտ կարճատև դադար, որից հետո կշարունակենք։
Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է Կադիսն Պալերմոյի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է նախ կարողացավ Սադաֆյանը բացել այս հանդիպան հաշիվը առաջ բղելով հաշվում էր Պալերմոյին, հետո էլ արդեն Ջուլակյանը ստանդարտից գրավեց բավական գեղեցիկ հարվածով Պալերմոյի դարպաս ու հաշիվի հավասարությունը վերականգնեց Տեսնենք թիմերը ինչ կփորձեն անել նաև երկրորդ խաղակեսում 1.25 րոպե ունեն ես տրամադրության տակ խաղադաշտից հեռանալու 3 միավորով տեսնենք թիմերից որ մեկին բախտը կուղղորդի եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներին Սկսենք Կադիսից Մարտին Ստեփանյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վարազդատ Դուրգարյան Համար 3 Հայկ Ղևոնդյան համար 4 Սևադա Օհանյան համար 10 Արմեն Բաբախանյան համար 14 Գեգամ Խաչատյան համար 17 Աշոտ Համբարձումյան համար 19 Ռուբիկ Ջուլակյան համար 23 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80 Պալերմո Վայե Հունանյանը պաշտպանում է դարպասը համար 1 Օհան Օհանյան համար 2 Դավիթ Ավակյան համար 4 Հայկ Մկրչյան համար 6 Կարապետ Տաշյան համար 10 Գրիգոր Հովանեսյան համար 11 Ռոման Լևոնյան համար 13 Նորայր Անդրեասյան համար 16 Հովանես Սադաֆյան համար 20 եւ Նարեկ Կալոշյան համար 21 Գնդակով Պալերմոյի ֆուտբոլիստներն են Մկրչյանն է գնդակով խաղարկում են պաշտպանությունում փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ Տուրգայանը լավ գործեց հետո էլ արդեն կար խաղի կանոնների խախտում ուսուլեց մրցավարը Ավակյան Դեպի աջ փոխանցում կատարեց Հովանեսյանն է այստեղ գնդակով շարժվում առաջ եւ սա խաղի կանոնների խախտում էր Ղևոնդյանի կողմից ուսուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով Կադիսի դարպասի ուղղությամբ որը կիրականացնեն Պալերմոյի ֆուտբոլիստները Հովանեսյանն է տեղադրում գնդակը տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Պալերմոյին բավական նպաստավոր իհարկե դիրքը կա մրցավարի սուրիչը Հովանեսյանն է մոտենում հարվածում ու այստեղ Ստեփանյանը կարողացավ փակել գնդակի ճանապարհը Խաչատյանն էլ հերու հարկեց որքան հնարավոր է բայց հարված ստացավ ոտքին ու սուլեց մրցավարը հիմա էլ ստանդարտ նշանակելով Կադիսի օգտին Ջուլակյան խորքից փոխանցում առաջ Այստեղ Ֆիդանյանը մնաց գնդակով հետո էլ Անդրեասյանը կարողացավ հեռացնել Եզրային հետ հնարավորություն տալով Կադիսի ֆուտբոլիստերին Դուրգայանը իրականացրի Եզրային հետումը երկար փոխանցում առաջ Խաչատրյանի ուղղությամբ Համբարձումյան բարձից փոխանցում տեսանք այստեղ, բայց առանց որևէ խնդիրների վերցեց գնդակը դարպասապահ Հունանյանը ու սկսեց Պալերմո եւս մեկ գրո Խալոշյան դեպի աջ փոխանցում բայց այստեղ էլ Կորցրին գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները ու Խաչատրյանն է ձախ եզրով շարժվում առաջ Խաչատրյան, բայց արդեն շատ սրեց անկյունը Խաչատրյանը ու կորցրեց գնդակը Նորայր Անդրեասյանն է գնդակով Հիմա էլ Անդրեասյանի փոխանցումը չհասցեագրվեց Տաշյանին Ջուլակյան Հետ փոխանցում է կատարում Դուրգարյանի ուղղությամբ վերջինս էլ հետ է ուղարկում գնդակը դարպասապահ Ստեփանյանին ով երկար փոխանցում է կատարում առաջ բայց Ֆիդանյանը այստեղ հաջող կասեցում չկատարեց Քալոշյանն էլ շարժվում է առաջ աչեզրով բայց այստեղ Քալոշյանի անցումը չստացվեց ու Ղևոնդյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Եզից խաղարկում են Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը Գրիգոր Հովանեսյան Դեպի կենտրոն Սադաֆյանն է այստեղ կա Ֆիդանյանի ճնշումը թիկունքից պետք է չսխալվել այդպես էլ արեց Սադաֆյանը Սադաֆյան
Հիմա կա փոխանցում դեպի Նորայր Անդրեասյանը, լավ էր մտածել Անդրեասյանը, բայց չէր նկատել, որ արդեն Հովհաննիսյանը արգելակել է, հիմա էլ խաղի կանոնների խախտում կար Հովհաննիսյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրականացնի Պալերմոն։ Տեսնենք ստանդարտ ինչ կտա Պալերմոյին, Նորայր Անդրեասյանն է գնդակի մոտ։ Անդրեասյան Բարձից փոխանցում հետևեց դեպի Տուգանային հրապարակի մատուցել, բայց Ստեփանյանը հեռացեց գնդակը, հետո Լևոնյանի հարվածը տեսանք, բայց այստեղ նորից լավ գործեցին Կադիսի ֆուտբոլիստները, Ֆիդանյանն էլ հեռու թողեց գնդակը ու այն հատեց դաշտի եզրային գիծը, եզրից կնետի Պալերմոն։ Մկրտչյան լավ փոխանցում կատարեց Ավագյանի ուղղությամբ, բայց այստեղ ոչինչ անել չստացվեց Պալերմոյի ֆուտբոլիստների մոտ, Օհանյանն է գնդակով հիմա Կադիսն է ներվում առաջից, Մկրտչյանը այստեղ շատ հաջող պաշտպանվեց փակելով փոխանցման ճանապարհը, հետո էլ խախտեցին խաղի կանոնները այս դրվագում Պալերմոյի ֆուտբոլիստները ու ստանդարտ իրականացնի Կադիսը բավական հարմար գոտուց։ Կրկին Ջուլակյանն է գնդակի մոտ, տեսնենք այս անգամ ինչպես կստացվի այս ստանդարտի խաղարկումը կամ մրցավարի սուլիչը Ջուլակյան սա փոխանցում էր, բայց նորից Մկրտչյանն է հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո լավ մտավ փոխարինման Պալերմոյի 6 համարը Հայկ Մկրտչյանն ու առայժմ ոչ մի սխալ թույլ չի տվել խաղադաշտում։ Ղևոնդյանն է կատարում եզրային նետում դեպի Օհանյանը, վտանգավոր գրոհի անցնում Կադիսը, բայց այստեղ էլ Անդրեասյանը հեռացեց գնդակը ու արդեն անկյունային իրականացնեն Կադիսի ֆուտբոլիստները, եթե չէր ասնում այս գնդակին Նորայր Անդրեասյանը, ապա հնարավորություն էր տալիս մրցակցին հարված կատարելու, բայց դա տեղի չունեցավ։ Խաչատրյանն է գնդակի մոտ, Բարձից փոխանցում ենք, տեսնում ու Մկրտչյանը նորից այստեղ հեռացեց գնդակ, այն բաժինացավ Անդրեասյանին, նա էլ փոխանցեց Ավագյանի ուղղությամբ, դեպի Սադաֆյանը փոխանցում ու այստեղ Ստեփանյանը կարողացավ հեռացնել գնդակը, բայց արդյոք Տուգանային հրապարակից դուրս չէր գտնվում Դարպասապակ, արդյոք մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը կամ արդեն վստահ էր որոշման մեջ, Ֆիդանյան այստեղ կորցրեց գնդակը, Ֆիդանյանը ու հիմա փորձում էր Պալերմոն գրոհի անցնել, բայց այս դեպքում չստացվեց, հիմա սխալվեցին արդեն պաշտպանությունից դուրս գալուց, բայց Անդրեասյանի հարվածն էլ այստեղ չստացվեց, ոչ մնա չի դիտում մրցավարը դրվագի կրկնապատկերը, վստահ էր որոշման մեջ Ղևոնդյան դեպի առաջ փոխանցում այստեղ ուժեղ ստացվեց փոխանցումը Խաչատրյանի համար, հետո էլ հենց իրենից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի կրկին Պալերմոյի դարպասից Լավ փոխանցում է ստանում Նորայր Անդրեասյանը Անդրեասյանն լավ փոխանցում կատարեց դարպասապը հեռացեց գնդակը Լևոնյանի հարվածն էլ բարձր է ստացվում շատ նպաստավոր դիրքից հիմա տեսեք երկու փոխանցման ընդամենը Պալերմոն մոտեցավ մրցակցի դարպասին նույնիսկ հարված կատարեց դարպասի ուղղությամբ միայն մի փոքր բարձր ստացվեց այս դրվագում Ռոման Լևոնյանի կատարած հարվածը Ղևոնդյան Գտավ կենտրոնում Ֆիդանյանին,
Կրկին Ղևոնդյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, բայց Մկրտչյանը նորից այստեղ իրադրության թեյներ, հետո էլ արված ստացավ ոտքին։ Ու ստանդարտ է նշանակում մրցավարը։ Հիմա արդեն ֆուտբոլիստերին արդյունքը տեղի են տալիս, հասկանանք ինչ է պատահել։ Հիմա ստանդարտ կիրականացի Պալերմոն։ Կամ մրցավարի սուլիչը տեսնենք այս ստանդարտի խաղարկում ինչ կտա Պալերմոյի ֆուտբոլիստներին փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Ֆիդանյանը հեռացեց գնդակը, Ավակյան սխալվեց հիմա, Ավակյանը ու Կանդիսը ինչ է կատարվում հիմա խաղի կանոնների խախտում չեմ կարող ասել կար թե ոչ, հիմա հասկանանք ինչ է պատահել ֆուտբոլիստերին։ Իսկապես բարդ բախման գնացին հիմա Կադիսի ֆուտբոլիստ Գեգամ Խաչատրյանն ու Պալերմոյի դարպասապահ Վայե Հունանյանը, հիմա հասկանանք ինչ է տեղի ունեցել ֆուտբոլիստներին առաջնայինը նոր, դրանից հետո արդեն մրցավարը կայացնի իր որոշման մասին։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց արված Պալերմոյի դարպասի ուղղությամբ Վայե Հունանյանն էլ այո արդեն ստացել էր տեղին քարտ մրցավարի կողմից ու հիմա Կադիսը ունի իր տեսական շանս հաշվի մեջ առավելության հասնելու համար, տեսնենք այս 11 մետրանոցը ինչպես կիրացնեն հիմա Կադիսի ֆուտբոլիստները։ Ֆիդանյանն է պատրաստվում հարվածը իրականացնելուն, իհարկե վաստակելը միայն բավական չէ, պետք է դիպուկ գտնվել դարպասում էլ
Վայ Հունանյանն է կամ մրցավարի Սուլիչը Ֆիդանյան հարվածու Հունանյանը հետ է մղում Ֆիդանյանը իրացած 11 մետրանոցը հաշիվը մնում է անփոփոխ 1-1 ինչ լավ սեյվ կատարեց այստեղ Պալերմոյի դարպասապահ Վայ Հունանյանը բրավո այստեղ դարպասապահին իհարկե 11 մետրանոցը հետ մղելով ուղեց իր սխալը դեռ մի բան էլ ավելին ու հաշիվը մնաց անփոփոխ հիմա Տաշյանի փոխանցումը լավն է դեպի Լևոնյանը վտանգավոր է կա փոխանցում Անդրեասյան Սադաֆյանին ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցումը Նորայի Անդրեասյանը վտանգավոր է Անդրեասյան ու բարձր է ստացվում հիմա էլ Անդրեասյանի կատարած հարվածը բայց եթե Անդրեասյանը կարողանար փոխանցում կատարել դեպի իրենից ավելի աճ ապա Լևոնյանը կմնար միայն այն դարպասապահի դիմաց Դա տեղի չունեցավ հիմա արդեն տեսնենք ինչ է պատահել նախ Կադիսի ֆուտբոլիստին, կարծես հիմա էլ Կադիսի ֆուտբոլիստն է վնասված ստացել։ Ու այո, չի կարողանում հանդիպումը հիմա այս կարևոր բանը շարունակել է Վարազդատ Դուրգալյանը։ Հիմա իսկապես չի կարողանում հանդիպումը շարունակել Դուրգալյանը փոխարեն իման տարբերակել չունի այս պայն Կադիսը խաղադաշտում ու հիմա արդեն հանդիպան մնացած ժամանակահատվածը եթե չկարողանա վերադառնալ Դուրգալյանը խաղադաշտ ապա ստիպված կլինի Կադիսը անցկացնել մեկ ֆուտբոլիստ պակաս խաղադաշտում հիմա եզից կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Խաչատրյան լավն էր փոխանցումը բայց այստեղ Մկրչյանը առաջին արձագանքեց գնդակին եւս մեկ փոխանցում առաջ այստեղ էլ Ֆիդանյանն է ընդունում գնդակը ու շարժվում առաջ աչի եզրով Ֆիդանյան փոխանցում են տեսնում այստեղ Ավակյանը կարողացավ Փակել փոխանցման ճանապարհը հետո էլ Քալոշյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային իրականացնի հիմա Կադիսը Օանյանն է գնդակի մոտ Փոխանցում ենք տեսնում այստեղ հարված չհետևեց դարպասի ուղղությամբ բայց մնաց գնդակը Կադիսի մոտ Խաչատրյան փոխանցումը չանցավ ու հիմա ներվում է առաջ Պալերմոն բայց ինչու այսպես այս լավ հակագրոհը ձախողեցին Պալերմոյի ֆուտբոլիստները չեմ կարող ասել Սադաֆյանը շտապեց մի փոքր ու Փոխանցումը չափազանց ուժեղ ստացվեց Շուլակյան, Ֆիդանյան, բայց հիմա էլ կորցրեց Ֆիդանյանը գնդակը Հիմա էլ փոխանցում ենք տեսնում դեպի առաջ ու սայթակում է Օհանյանը ու չի ստացվում ոչ մի կերպ Կադիսի ֆուտբոլիստների մոտ առայժմ մոտոնալ մրցակցի դարպասին հիմա միգուցե ստացվի Օհանյան, բայց ոչ հայտվեց միանգամից 3 մրցակցի շրջափակման մեջ ու կորցրեց գնդակը Համբարձումյանն էլ վերականգնեց գնդակը Կադիսի համար Օհանյան երվից հարված ու հիմա արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, բայց անդրադարձ է եղել ու անկյունային հարված է նշանակում մրցավարը Համբարձումյանն է իրականացնում անկյունային անհաջող մի փոքր ստացվեց այս փոխանցումը, չնայած այն մնաց Կադիսի մոտ, հետո կորցրեցին գնդակը Ավակյան դեպի առաջ, բայց այստեղ Խաչատրյանը կարողացավ փակել գնդակի ճանապարհը ու եզից կնետի Պալերմոն Ավակյանն է իրականացնելու եզրային նետումը Գլորում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները Անդրեասյան, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Ֆիդանյանն էլ խաղարկում է գնդակը Համբարձումյանի հետ Մնաց գնդակով Ֆիդանյանը կատարեց փոխանցում այստեղ Ստացվեց հեռացնել գնդակը Ղևոնդյանն էլ հարվածեց, բայց շեղությամբ ստացվեց Ղևոնդյանի կատարած հարվածը ու արագորեն Պալերմոն
Մտցնում է գնդակը խաղի մեջ, աչեզրով գրոյ են ասնում Պալերմոյի ֆուտբոլիստները, իհարկե տեսնենք այս քանակական առավելությունը կարող է արդյոք Պալերմոն վերածել գործականի թե ոչ։ Սա խաղի կանոնների խախտում էր Խաչատրյանի կողմից ու ստանդարտ իրականացնի Պալերմոն չափազանց վտանգավոր դիրքում գրեթե այն գոտուց, որտեղ առաջին կեսում աչքի ընկան Կադիսի ֆուտբոլիստները, մասնավորապես Ջուլակյանը կատարեց այսպիսի տարածությունից հարված ու գրավեց դարպասը, տեսնենք այս անգամ էլ Պալերմոյի ֆուտբոլիստը ինչպես կհարվածի կամ մրցավարի Սուլիչը Լևոնյանն է մոտենում գնդակին, հարվածը նույնպես ընթացավ Լևոնյանի դարպասի ուղղությամբ, բայց այս դրվագում կարողացավ Մարտի Ստեփանյանը գեղեցիկ սեյվով հեռացնել գնդակը անկյունային խաղարկի հիմա Պալերմոն Ավագյանն է կրկին գնդակի մոտ Հիմա այլ բարձից փոխանցում Անդրեասյան, հարվածում Պալերմոն առաջ է հասնում, հաշվում են 2-1 Ախպեր գնանայի փոլը Ախպերը կգնանայի Երազար շորիտ երգամեշլի չգե Լավ ընգերեսի չոս անում Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Անդրեասյանի խփված գնդակը արձանագրված չէ, հաշիվը մնում է անփոփոխ, կար խաղի կանոնների խախտում հենց Անդրեասյանի կողմից ու հիմա արդեն կփորձեն Կադիսի ֆուտբոլիստները նորից գրոյի անցնել եւս մեկ փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու անկյունային իրականացնի Կադիսը Ֆիդանյան, տեսնենք ինչպեսի փոխանցում կատարի Ֆիդանյանը, հիմա կա փոխանցումը, բայց այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին Քալոշյանը 11 մետրից հարված էին պահանջում հիմա էլ Կադիսի ֆուտբոլիստները, բայց իհարկե բնական դիրքում էր ֆուտբոլիստի ձեռքի, եթե նույնիսկ կար ձեռքով խաղ, իհարկե դեռ դա հարցական է Հիմա արդեն նորից անկյունային իրականացնի Կադիսը Նորից Ֆիդանյանն է տեղադրում գնդակը Եվս մեկ փոխանցում ենք տեսնում ու հիմա հեռացեցին գնդակը ոչ այնքաներու Ջուլակյանն էլ հարվածեց եղավ արադարձ այստեղ Մկրչյանից ու գնդակը չհայտվեց դարպասում ինչ հնարավորություն է հիմա կորսում Կադիսը հանդիպան վերջնամասում բայց ծափարություններ այստեղ Հայկ Մկրչյանին ճիշտ դիրք զբաղեցնելու ու հեռացնելու համար եւս մեկ փոխանցում ենք տեսնում Ղևոնդյանի մոտ էլ հիմա գնդակի կասեցումը հաջող չստացվեց ու նորից հեռացնում է գնդակը Մկրչյան հայո Եվս մեկ անկյունային իրականացնի կրկին Կադիսը արդեն հակառակ եզրից Հիմա էլ Օհանյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում ենք տեսնում Ջուլակյան սա հարված էր, բայց շեղությամբ ստացվեց Ջուլակյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Խաղարկում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները Լևոնյան Եթե մի փոքր ավելի լավ կատարել այստեղ փոխանցում Լևոնյան ու գնդակը հասներ է Անդրեասյանին, ապա էլ ավելի լավ գրոք իրականացներ Պալերմոն հիմա կրկին Լևոնյանն է գնդակով առաջ շարժվում մնաց գնդակը Լևոնյանի մոտ դեպի աջ է ուղարկում Քալոշյանն է այստեղ լավ անցում ստացվեց փոխանցումը նույնպես Ավագյան վտանգավոր է լավ դեր փոխանցումը Անդրեասյան հարված ու շեղությամբ է ստացվում այլ Անդրեասյանի կատարած հարված ինչ հնարավորություն էլ հիմա կորցրեցին Պալերմոյի ֆուտբոլիստները ու հիմա Կադիսը շարժվում է նորից առաջ Օհանյան լավներ անցումը բայց այստեղ էլ Գրիգոր Հովհաննիսյանը կարողացավ նահանջել ու փակել Օհանյանի առաջ խաղացման ճանապարհը վերջին րոպեն ընթանում հանդիպան ավարտի տեսնենք Սադաֆյան լավ դեր փոխանցումը բայց այստեղ հեռու թողեց իրենից գնդակը Քալոշյանն ու կարողացավ Ղևոնդյանը հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս եզրային նետում իրականացնի հիմա Պալերմոն Լևոնյան Գրոշ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ այս անգամ արդեն Անդրեասյանի հարվածը դիպուկ չստացվեց ու գնդակը բարձր ընթացավ
Ստեփանյանն էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, այո, երկու թիմերն էլ ցանկանում են հեռանալ խաղադաշտից 3 միավորով, բայց առայժմ այդ դիպուկ հարվածը մենք չենք տեսել։ Հիմա ստանդարտ նշանակել մրցավարը Պալերմոյի դարպասի ուղղությամբ։ Ու տեսնենք հերո է մի փոքր տարածությունը գնդակի մոտ է Ռոբերտ Ֆիդանյանը։ Կա մրցավարի սուլիչը Ֆիդանյան, տեսնենք ինչպիսի հարված կհետևի դարպասի ուղղությամբ, շեղությամբ ստացվեց Ֆիդանյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Այո, քիչ անց արդեն կավարտվի հանդիպումը, իհարկե այս արդյունքը այնպես չէ որ ձեռնտու չէ թիմերին, բայց իհարկե թիմերը ցանկանում են էլ ավելին վաստակել խաղադաշտում, Համբարձումյանի փոխանցումն էլ ուժեղ ստացվեց եւ կարծես վերջին գրոյին է հիմա պատրաստում Պալերմոն Հունանյան սխալվեց այստեղ հիմա Պալերմոյի դարպասապահը, բայց ոչինչ անել Կադիսի մոտ չստացվեց, Անդրեասյան հաջող կասեցում է ու շարժվում է առաջ Անդրեասյանը, փոխանցումը նույնպես լավ դեր պահեց գնդակը Ավակյանը, Անդրեասյան վտանգավոր է, հարված ու Ջուլակյանը հիմա փրկում է Կադիսին, եթե անցներ այստեղ Անդրեասյանի կատարած հարվածը, ապա կարող էր գնդակը հայտնվել դարպասում, հիմա Կադիսի պատասխան գրով Ֆիդանյանն է գնդակով, մնաց գնդակով Ֆիդանյանը կատարեց փոխանցումը ու Մկրտչյանը թույլ չտվեց որպեսզի գնդակը հասցի իրենից, առայժմ չի սուլում մրցավարը թույլ է տալիս թիմերին շարունակել հանդիպումը, Մկրտչյան դեպի աջ փոխանցում Սադաֆյանին ուղղվեց այս գնդակը արդեն ներվում է առաջ Պալերմոն, Սադաֆյան աչից կա տարբերակ կատարեց փոխանցում դեպի Աչեզր, Քալոշյանն է հարվածում դարպասածողին դիպավ գնդակը չհայտնվեց հիմա դարպասում փրկվեց այս դրվագում իսկապես Կադիսը հիմա ինչ լավ հնարավորություն կորցրեց Պալերմոն հաշվի մեջ առավելության հասնելու համար վերջի րոպեին Հովանիսյան Անդրեասյանին է ուղարկում գնդակը ու տեսնենք վերջի գրոհիչ կտա Պալերմոն չանցավ Անդրեասյանի կատարած փոխանցումը հիմա ուղարկեց գնդակը Հովանիսյանին Ավակյան վտանգավոր է Ավակյան բայց բարձր է ստացվում հարվածը ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է շատ հետաքրքիր վերջնամաս ունեցանք հանդիպան ավարտին բայց թիմերը բաժանվեցին խաղաղությամբ ու վաստակեցին իրենց հերթական մեկական միավորները Խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։